Երբեմն իրականությունը շատ ավելի ծանր է, քան ցանկացած պատմություն, որը կարելի է գրել կամ պատկերացնել։ Որոշ դեպքեր տեղի են ունենում վայրկյանների ընթացքում, բայց դրանց հետևանքները մնում են երկար ժամանակ, ազդելով ամբողջ հասարակության վրա։ Այս պատմությունը հենց այդ դեպքերից է։ Մի կողմից հերոսություն, որը ծնվեց երեխայի սրտում, մյուս կողմից ցավալի կորուստ, որը փոխեց մի ամբողջ համայնքի տրամադրություն։ Եվ այն, ինչ սկսվեց որպես սովորական օր, ավարտվեց մեծ որոնողական աշխատանքներով և հարցերով, որոնց պատասխանները դեռևս ամբողջությամբ չկան։ Հունիսի 15-ին Ինգուշետիայում երկու տղա գտնվում էին գետի մոտ։ Դա սովորական օր էր, ինչպես շատ ուրիշները՝ ամառային շոգ, ջուր, խաղ և անփորձ մանկական վստահություն, բայց այդ օրվա ընթացքում տեղի ունեցավ մի բան, որը ամբողջությամբ փոխեց իրավիճակը։ Երբ երեխաներից մեկը հայտնվեց վտանգավոր իրավիճակում և սկսեց պայքարել ջրի հոսքի դեմ, ամեն ինչ շատ արագ դարձավ լուրջ։ Երկրորդ տղան, ընդամենը 8 տարեկան, առանց երկար մտածելու որոշում կայացրեց, որը շատ մեծահասակներ անգամ չէին համարձակվի անել։ Նա նետվեց ջուրը ընկերոջը օգնելու համար։ Վկաների խոսքով, երեխաները մինչև այդ պահը պարզապես խաղում էին, բայց երբ իրավիճակը փոխվեց, փոքրիկ տղան ջվար անեց։ Նա նույնիսկ ասել է իր ընկերոջը մի արտահայտություն, որը հետագայում դարձավ այս պատմության ամենադիտարկվող հատվածներից մեկը։ «Մենք տղամարդիկ ենք, եկեք փրկենք նրան»։ Այս խոսքերը, որոնք հնչել են մանկական ձայնով, այսօր արդեն տարածվել են տարբեր լրատվական աղբյուրներում և դարձել քննարկման թեմա։ Այդ պահին նա մտածել է միայն մեկ բանի մասին՝ օգնել ընկերոջը, և նրան հաջողվել է, ընկերոջ կյանքը փրկվել է, բայց հենց այդ պահից սկսվում է պատմության ամենածանր հատվածը։ Չնայած հաջող փրկությանը, իրավիճակը այլ ընթացք է ստացել հենց հաջորդ վայրկյաններին։ Գետի հոսքը եղել է արագ և անկանխատեսելի, և այն նույն ուժը, որը թույլ չէր տվել հեշտությամբ վերահսկել իրավիճակը, դարձել է վճռորոշ։ Փոքրիկ տղան, որը մտել էր ջուրը օգնելու նպատակով, այլևս չի կարողացել վերադառնալ ապ։ Վկաները նշում են, որ ամեն ինչ տեղի է ունեցել շատ արագ, այնքան արագ, որ շրջապատող մարդիկ նույնիսկ չեն հասցրել արձագանքել։ Այս պահից սկսվել են որոնողական աշխատանքները։ Երբ դեպքի մասին տեղեկությունը տարածվել է, շատ արագ սկսվել է լայնամասշտաբ որոնում։ Տեղեկատվական համակարգողները հայտնել են, որ գործընթացին միացել են հազարավոր կամավորներ։ Սկզբնական հաշվարկներով մոտ 20,000 մարդ է ներգրավել որոնումների մեջ։ Սա դարձել է ոչ միայն տեղական, այլև տարածաշրջանային համատեղ գործողություն։ Որոնողական աշխատանքներին միացել են տարբեր տարածաշրջաններից մարդիկ՝ Չեչնիայից, Դաղստանից, Կաբարդինո-Բալկարիայից, Կարաչա-Չերքեզիայից։ Այսպիսի մասշտաբը հազվադեպ է հանդիպում նման դեպքերում։ Մարդիկ եկել էին ոչ թե հրահանգով, այլ ներքին զգացումով օգնելու։ Գետի ափերը մանրակրկիտ ուսումնասիրվել են հատված առ հատված։ Որոշ խմբեր նույնիսկ փորձել են կառուցել ժամանակավոր պատնեշ ջրի հոսքը նվազեցնելու համար։ Նպատակը այն էր, որ հնարավոր լինի ավելի հեշտ որոնել երեխային, սակայն գետի ուժը չափազանց մեծ էր։ Չնայած բոլոր ջանքերին, այդ փորձը չի տվել ցանկալի արդյունք։ Բնությունը այս դեպքում ավելի ուժեղ է եղել, քան մարդկային ջանքերը։ Որոնումներին ներգրավել են նաև տարբեր պետական կառույցներ, մասնակցել են փրկարար ծառայություններ, ոստիկանական ստորաբաժանումներ, հատուկ ուժեր, կամավորական խմբեր։ Գործընթացը դարձել է համատեղ գործողություն, միավորված մեկ նպատակով, յուրաքանչյուր րոպեն դարձել է կարևոր։ Տեղի բնակիչները պատմում են, որ այդ օրը ամբողջ համայնքը փոխվել է, մարդիկ դուրս են եկել տներից, միացել որոնումներին, փորձել են օգնել որքանով հնարավոր է։ Ոմանք նշել են, որ փոքրիկ տղայի գործողությունը դարձել է բոլորի համար խորհրդանշական։ Նա չէր մտածել վտանգի մասին, նա մտածել էր ընկերոջ մասին։ Ինգուշետիայում որոնումները շարունակվում են, բայց այն հույսը, որ կար առաջին ժամերին, սկսվում է կամաց-կամաց փոխվել լուռ լարվածության։ Յուրաքանչյուր նոր ժամ, որը անցնում էր առանց արդյունքի, ավելի էր ծանրացնում թե փրկարարների, թե կամավորների հոգեբանական վիճակը։ Գետի ափերին հավաքված մարդիկ այլևս չէին խոսում բարձր ձայնով, շատերը պարզապես կանգնած էին ու նայում էին ջրի հոսքին, կարծես փորձելով այնտեղ գտնել պատասխաններ։ Փրկարար ծառայությունները որոշեցին ընդլայնել որոնման գոտիները, ներառելով գետի ավելի լայն հատվածներ։ Հաշվի առնելով հոսանքի արագությունը, ենթադրվում էր, որ դեպքի կետից երեխային կարող էր տեղափոխել շատ ավելի հեռու։ Սա նշանակում էր, որ որոնումները պետք է իրականացվեին ոչ միայն մեկ հատվածում, այլև ամբողջ գետի երկայնքով մի քանի կիլոմետր շարավղով։ Այդ պատճառով ներգրավվեցին լրացուցիչ խմբեր։ Կամավորների թիվը ոչ միայն չէր նվազում, այլ երբեմն նույնիսկ ավելանում էր։ Տարբեր շրջաններից մարդիկ շարունակում էին ժամանել, ոմանք սեփական մեքենաներով, ոմանք կազմակերպված խմբերով։ Նրանցից շատերը նույնիսկ անձամբ չէին ճանաչում ընտանիքին, բայց զգում էին, որ չեն կարող անտարբեր մնալ։ Ոմանք ասում էին,
որ եկել են պարզապես մի փոքր հույս ավելացնելու համար։ Փրկարարները սկսել էին օգտագործել նաև տեխնիկական միջոցներ ջրի տակ հնարավոր հատվածները ուսումնասիրելու համար, սակայն գետի բնույթը բարդացնում էր աշխատանքը։ Ջրի պղտորությունը, արագ հոսքը եւ խորքային անկանոնությունները թույլ չէին տալիս ամբողջական պատկեր ստանալ, յուրաքանչյուր փորձ պահանջում էր կրկնակի զգուշություն։ Եղանակային պայմանները նույնպես սկսել էին ազդել որոնների վրա, երբեմն հոսքը ուժեղանում էր անձրևների կամ վերին հատվածներից եկող ջրի պատճառով։ Սա լրացուցիչ վտանգ էր ստեղծում թե մասնագետների, թե կամավորների համար, այդ պատճառով աշխատանքը հաճախ ընդհատվում էր կամ դանդաղում։ Որոշ խմբերի անդամներ հետագայում նշում էին, որ ամենածանր բանը անորոշությունն է։ Ոչ ոք չէր կարող ասել ինչ է տեղի ունեցել, եւ դա դարձնում էր իրավիճակը հոգեբանորեն շատ ծանր։ Մարդիկ տեսնում էին գետը, լսում էին ջրի ձայնը, բայց պատասխան չկար, եւ այդ լռությունը երբեմն ավելի ծանր էր, քան ցանկացած վատ լուր։ Որոնողները սկսեցին կենտրոնանալ այն հատվածների վրա, որտեղ հոսքը դանդաղում է կամ փոխում ուղղությունը։ Ըստ մասնագետների, նման վայրերում հնարավոր է, որ ջրի հոսքը տեղափոխած լինի մարմինը ավելի խորքային հատվածներ կամ ափամերձ խոչընդոտների տակ։ Այս վարկածը դարձավ որոնների հիմնական ուղղություններից մեկը։ Որոնները համակարգվում են տարբեր ծառայությունների միջև, ապահովելով արագ արձագանք եւ տեղեկատվության փոխանակում։ Յուրաքանչյուր նոր տվյալ անմիջապես փոխանցվում էր բոլոր խմբերին։ Սա կարևոր էր, որովհետեւ ժամանակը այստեղ վճռորոշ դեր ուներ։ Տեղի բնակիչները շարունակում էին աջակցել, որքան կարող էին։ Ոմանք սնունդ էին բերում որոնողներին, ուրիշները տեխնիկական միջոցներ։ Այս համախմբումը դարձավ համայնքային մեծ միասնականություն, բոլորը սպասում էին նույն սպասումով։ Ժամանակի ընթացքում սկսեցին առաջանալ նաև ծանր հարցեր։ Ինչու էր գետը այդքան վտանգավոր այդ հատվածում, կարելի էր արդյոք կանխել նման իրավիճակը, եւ ամենակարևորը, ինչպես է հնարավոր, որ մեկ վայրկյանում խաղը վերածվի նման ողբերգության։ Այս հարցերը հնչում էին թե մասնագետների, թե հասարակ մարդկանց կողմից։ Չնայած որոնների ինտենսիվությանը գետը մնում էր անփոփոխ, նա շարունակում էր իր սովորական հոսքով, կարծես ոչինչ չէր պատել։ Այս հակադրությունը մարդկանց հուզական ծանրության եւ բնության անտարբեր շարժման միջև ստեղծում էր ավելի ուժեղ հոգեբանական ազդեցություն։ Ինգուշետիան որոնները հասել էին իրենց ամենածանր փուլին։ Արդեն անցել էին օրեր, եւ այն հույսը, որը սկզբում պահում էր բոլորին, սկսել էր կամաց մարել։ Այն լռությունը, որ կախված էր գետի վրա, արդեն խոսում էր ամեն ինչի փոխարեն։ Որոնողական աշխատանքները շարունակվում էին ամբողջ ուժով։ Գետի ավելի հեռավոր հատվածներն էին ուսումնասիրվում, քանի որ մասնագետների կարծիքով հոսքը կարող էր երեխային տեղափոխած լինել բավական հեռու։ Բոլոր հնարավոր կետերը մանրակրկից ստուգվում էին, յուրաքանչյուր ափ, յուրաքանչյուր ոլորան, բայց արդյունք չկա։ Այդ ընթացքում ամբողջ տարածաշրջանից մարդիկ շարունակում էին միանալ որոններին։ Նրանք աշխատում էին միասին, առանց բաժանվելու, առանց հարցնելու, թե ով որտեղից է եկել։ Բոլորին միավորում էր նույն ցավը եւ նույն սպասումը։ Ոմանք արդեն օրով տուն չէին վերադարձել, մնալով գետի մոտ։ Ինգուշետիայի գետի ափին տեղի ունեցած այս դեպքը մնաց որպես ցավալի հիշեցում այն մասին, թե որքան արագ կարող է մանկական խաղը վերածվել անդառնալի պատմության։ Մի կողմում փոքրիկ հերոսություն, որը փրկեց ընկերոջ կյանքը, մյուս կողմում կորուստ, որը թողեց խորը ցավ համայնքի եւ ընտանիքի համար։ Այս պատմությունը այլևս պարզապես դեպք չէ, այն դարձել է հիշեցում բոլորի համար, կյանքի փխրունության եւ մարդկային ընտրությունների ծանրության մասին։